Շնորհակալություն մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ։ 2024 թվականին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում 23 բյուջետային ծրագիր է իրականացվել 234 միջոցառումներով 285,65 միլիարդ դրամի չափով։ Եթե համեմատենք, ապա 17-18 թվականներին այս ոլորտի հատկացումները եւ արվող ծախսերը չեն գերազանցել 150 միլիարդ դրամը եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ 2025-ին այս ոլորտների հատկացումը կազմում է շուրջ 362 միլիարդ դրամ, իսկ 2026-ի համար արդեն իսկ նախատեսված է ավելի քան 420 միլիարդ դրամ, ապա ոլորտին հատկացումները ավելի քան կրկնապատկվել են, իսկ հաջորդ տարվա կանխատեսումով գրեթե եռապատկվել։ Կապիտալ ծախսերի մասով 17 թվականին այս ոլորտներում կազմել են հատկացումները ընդամենը շուրջ 1 միլիարդ դրամ։ 2024 թվականին ոլորտների կապիտալ հատկացումները ավելի քան 107 միլիարդ դրամ են կազմել։ Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերի իրականացման տեմպին, պետք է նշեմ, որ եթե 23 թվականին իրականացվել է շուրջ 15,4 միլիարդ դրամի կապիտալ ծախս, ապա 24-ին կարողացել են կատարել դրանից շուրջ 3 անգամ ավել, կապիտալ ծախսերը հասցնելով 45 միլիարդի, ընդ որում այս աշխատանքն անցել է որակի խիստ վերահսկողությամբ եւ ստանդարտների պահպանմամբ եւ խոսքը միայն դպրոցաշինության մասին չէ, հուշարձանների ոլորտում կապիտալ հատկացումները 18-ի համեմատ աճել են ավելի քան 8 անգամ, սպորտի եւ գիտության ոլորտում նախկինում ընդհանրապես կապիտալ ինստիտուցիոնալ հատկացումներ չեն արվել, իսկ հիմա այս ուղղությամբ միլիարդավոր դրամներ են հատկացվում, միայն Երևանի պետական համալսարանում պետության կողմից կապիտալ ներդրումները շուրջ 3 միլիարդ դրամ են, բժշկական համալսարան 1,1 միլիարդ դրամ, այս ցանկը կարելի է շարունակել եւ սա բերել է նաեւ գիտական մրցունակության էական բարձրացմանը։ Այսպիսով այն պարագայում, երբ որ ոլորտում աշխատանքների ծավալը առնվազն կրկնապատկվել է, իսկ որոշ ուղղություններով նույնիսկ եռապատկվել եւ ավելին, նախարարության աշխատակազմը նույն ժամանակահատվածում կրճատվել է 28%-ով։ Սա եւս մի կարևոր ցուցանիշ է, որ խոսում է պետական մարմնի արդյունավետության մասին։ Թվերից բովանդակությանն անցնեմ եւ մեր ոլորտի բյուջեի հիմնական մասը հատկացում է կրթության ոլորտին 65%-ը եւ սկսեմ հենց այս ոլորտից։ Թերևս ամենահաճախ մեզ տրվող հարցը, այստեղ ներկա դպրոցականներն էլ կվկայեն, հետեւյալն է՝ ինչու սովորել։ Եվ այս հարցի պատասխանը նաեւ ամփոփում է կրթության հիմնական գաղափարախոսական ուղերձը, որ հստակ ձևակերպել է մեր կառավարության կողմից։ Լավ սովորեք, որ լավ ապրեք։ Հետևաբար ինչ ենք անում մենք, որ մեր երեխաները լավ սովորեն։ Նախ եւ առաջ կառուցում, վերակառուցում եւ նորոգում ենք դպրոցներ եւ մանկապարտեզներ, հագեցնում դրանք արդիական գույքով եւ սարքավորումներով, այլ խոսքերով ստեղծում ենք որակյալ կրթության ժամանակակից միջավայր, որտեղ լավ սովորելը դառնում է միջավայրին ներդաշնակ իրողություն։ Այս պահին արդեն 21-ից մեկնարկած 300 դպրոցների ծրագրով ավարտվել են եւ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 340 հաստատություններ։ Դրանցից շուրջ 200-ը նոր կառուցվող դպրոցներ են, 140-ը վերանորոգվող։ Ընդհանուր առմամբ ծրագրի շահառու է շուրջ 130,000 աշակերտ, կամ մեր դպրոցականների շուրջ 30%-ը։ Ընդ որում, այստեղ ուզում եմ խոսքս հատուկ ընդգծել՝ ի տարբերություն նախորդող շրջանի, երբ որ ըստ էության ցանկացած շենքի վրա կարող էին ամրացնել դպրոց անունը, մեզ համար դպրոցը կոնկրետ միջավայր է, կոնկրետ ենթակառուցվածքներով, ինչը ցույց է տալիս, որ 300 դպրոցների ծրագիրը ոչ միայն դպրոցաշինության ծրագիր է, այլ նաև դպրոցաշինության ստանդարտի հաստատման եւ դրա իրացման ծրագիր է։ Չնայած ծրագիրը մեծածավալ է, սակայն այս ուղղությամբ ջանքերի արդյունավետությունը անգամներով է աճել։ Եթե 24-ի առաջին եռամսյակում կատարողականը 3,1 միլիարդ էր, ապա 25-ի առաջին եռամսյակի կատարողականը դրա նկատմամբ աճել է 239%-ով, դառնալով 10,6 միլիարդ։ Բոլոր նորակառույց եւ նորոգված դպրոցները ապահովում են նոր գույքով, սա էլ է ստանդարտի մաս։ Բացի այդ, բոլոր դպրոցներում կառավարության ծրագրի համաձայն ստեղծվում են բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաներ։ Արդեն իսկ մեր
Դպրոցների շուրջ կեսը ունեն նմանատիպ լաբորատորիաներ, մյուսները մինչև կառավարության ծրագրի ավարտը հագեցված կլինեն անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Նախադպրոցական ծառայության մասով արդեն իսկ աշխատանքները ավարտել ենք 204 մանկապարտեզներում եւ նախակրթարաններում, ընդհանուր առմամբ իրականացման տարբեր փուլերում գտնվող հաստատությունների թիվը 386 է, որոնք սպասարկելու են 37,000 երեխաների։ Այս աշխատանքների շնորհիվ արդեն իսկ ունենք մեծ առաջընթաց, 17-ի համեմատ շուրջ 20%-ով ավելացել է 3-ից 5 տարեկան երեխաների թիվը, որոնք ընդգրկված են նախադպրոցական կրթության մեջ։ Ընդ որում այս պահին արդեն նրանք ավելի քան 2 տարի տևողությամբ կրթություն են ստանում, ի համեմատ նախկինի, երբ մինչև 1 տարի չէր հասնում կրթության տևողությունը, եւ նաեւ հենց այս պատճառով է, որ գլոբալ ինովացիոն ինդեքսում ուսումնառության տարիների թվով 15 հորիզոնականով առաջընթաց են գրանցել։ Էլ ինչ ենք անում, որպեսզի մեր երեխաները լավ սովորեն։ Փոխում ենք կրթության բովանդակությունն ու մեթոդները, որպեսզի այդ միջավայրում սովորելը լինի նաև ավելի հետաքրքիր եւ օգտակար։ Ներդրել ենք երկարօրյա ծառայություն այն սովորողների համար, որոնք հավելյալ աջակցության կարիք ունեն նյութը յուրացնելու եւ առաջ գնալու։ 13494 երեխա այս ուսումնական տարում պետության կողմից ֆինանսավորվել է կրթական հավելյալ ծառայություն ստանալու համար։ Սա նոր չափորոշիչն է։ Սրանով մենք պատասխանատվություն ենք վերցրել այն իրավիճակի համար, որ երեխաները լավ սովորեն, ի տարբերություն նախկին համակարգի, որը ցածր առաջադիմությամբ երեխաներին ուղղակի թողնում էր նույն դասարանում պիտակավորելով եւ խորացնելով խնդիրները։ Ներդրել ենք ուսուցման նոր մեթոդներ, ինչպես նախագծային ուսուցումը, որը ամեն աշակերտի հնարավորություն է տալիս ինքնուրույն աշխատանքի, հետազոտական հմտությունների զարգացման, եւ այսօր մի իրավիճակ ունենք, երբ որ ուսուցիչները, ծնողները, սովորողները խոսում են երեխաների մոտիվացիայի աճի մասին։ Նախագծային ուսուցման ժամերը ֆինանսավորվում են պետական բյուջեով, սա նույնպես նոր չափորոշիչն է։ Դասարանային կրթությունը լրացրել ենք խմբակներով, որպեսզի մեր երեխաները կարողանան բազմազան կրթություն ստանալ եւ զարգացնել իրենց նախասիրությունները։ Այսօր մեր դպրոցներում ավելի քան 15000 խմբակ է գործում, ուր հաճախում են ավելի քան 167,000 երեխաներ։ Շատերի համար, հատկապես գյուղական բնակավայրերում, սա դասարանից դուրս իրենց նախասիրությունները զարգացնելու, արվեստի եւ սպորտի ուղղությամբ կրթություն ստանալու միակ հնարավորությունն է։ Խմբակները ֆինանսավորվում են պետության կողմից, սա նույնպես նոր չափորոշիչն է։ Վերացրել են գյուղ-քաղաք խտրականությունը, որը գործում էր ավագ դասարաններում եւ հիմա մեր բոլոր դպրոցներում ավագ դասարաններում սովորողները ունեն նույն հնարավորությունը։ Ընտրել իրենց նախընտրած առարկաները, ուսումնասիրել դրանք ավելի մեծ ժամանականակով, խուսափել կրկնուսույցներից, անհատականացված դասացուցակ ունենալ։ Սա ֆինանսավորվում է պետության կողմից, սա է նոր չափորոշիչը։